Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակվե քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Խոսենք Իրանում ստեղծված իրավիճակից, գնալով զարգանում է իրավիճակը, լարվում է, արդյոք կտարածվի թե ոչ, տեղեկություններ կար, որ կարող է ցամաքային պատերազմի վերածվել, դուք տեսնում եք արդյոք նման տենդեցներ, նաև Ադրբեջանի ներգրավվածության մասին է խոսվում, եւ նաև վերջին տեղեկությամբ Իրանի նախագահ Մասուդ Փեշեշկյանը նշել է, որ Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշում է կայացրել հարևան երկրների ուղղությամբ հարվածներ չիրականացնել, եթե այդ երկրներից հարձակումներ չլինեն։ Նայեք, խնդիրը նրանում է, թե պատերազմը ինչքան կշարունակվի։ Եթե սկզբնական շրջանում ամերիկյան կողմը խոսում էր բլիցկրիգի մասին, այսինքն համոզված որ շատ կարճ ժամանակում 2-3 օրում, հատկապես Խամենեի սպանությունից հետո իրենց հոգևոր առաջնորդին իրենք շատ արագ կարողանան այս հարցը լուծել, ապա հիմա պարզ է դառնում, որ դիմադրությունը շատ ավելի ուժեղ է, քան իրենք սպասում էին, ու կարճ բլից գրիգի իրենց մոտ sense կարող ենք ասել ձախողվեց։ Հիմա խնդիրն այն է, թե ոնց կողմերը կարողանան գործել, որտեղ նայեք, Խամենեի սպանությունը բերեց եւս մի երևույթի, որը չգիտեմ իրենք հաշվարկել էին թե չէ, շատ հնարավոր նաեւ հաշվարկել են, որ եթե Խամենեին որոշակիորեն զսպման գործոն էր տարածաշրջանում, նո հատկապես Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա երբ որ դա վերացավ, հարձակման թիրախ դարձան նաեւ շատ արագ կերպով ծոցի մյուս բոլոր երկրները արաբական, որոնց տարածքում կան ամերիկյան բազաներ։ Դա եւ Իրաքն է, եւ Քուվեյթը, եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ այլն եւ այլն, այսինքն բոլոր այս երկրները, որոնց տարածքում կային ամերիկյան ռազմաբազաներ, հիմա ամենօրյա հարվածներ են ենթարկում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Այսինքն տպավորությունը այնպեսին է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռազմական գործողությունները հնարավորինս երկար շարունակվեն, ու երբեմն տպավորություն այնպեսին, որ Իսրայելն ու Ամերիկան տվյալ դեպքում տարբեր նպատակ են հետապնդում։ Եթե Միացյալ Նահանգները ցանկանում էր Թրամփի իշխանությունը շատ արագ կարճ ժամանակում հասնել արդյունքի, ապա իմ մոտ տպավորություն է, որ Իսրայելը ընդհակառակն ցանկանում է երկարատև պատերազմի, ներքաշելով ծոցի երկրներին, Իրանի հարևան բոլոր երկրներին եւ այլն եւ այլն, այսինքն այս տենդենսը կա հիմա։ Եվ կարծում եք իրենց կներգրավեն թե ոչ։ Նայեք, հիմա դուք դերում եք ինչա կատարում մեր հարևան Ադրբեջանում, որի նկատմամբ Նախիջևանում հարվածներ եղան, չնայած իրանական կողմը պաշտոնապես հայտեց, որ ինքը ներգրաված չէ դրանում, բայց մյուս կողմից նաև կան միշտ եղել են տարբեր տեղեկություններ նրա մասին, որ Իսրայելը օգտագործում է Ադրբեջանի տարածքը, հատկապես Արցախի ժամանակավորապես օկուպացված տարածքը, որի տեղ գտնում են հենակետեր, որոնք իրենք օգտագործում են հետախուզական տարբեր նպատակներով։ Հետևաբար շատ հնարավոր է նաև փորձարվի Ադրբեջանին եւս ներգրավել, որտեղ բոլորի համար հասկանալի է, որ օթային այս հարվածներով վերջնականապես փլուզել է, իրենց նպատակն է փլուզել Իրանի կառավարման համակարգը, իրենք չեն կարող եթե չլինի ցամաքային գործողություն։ Բայց Իրանը ահռելի մեծ երկիր է, մոտավորապես 1.6 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով, հետաբար ոչնչացնել նման ահռելի մեծ երկիր բավականին բարդ ռելիեֆային, որ լեռնային տարածքով պետություն բավական դժվար է։ Հետաբար կազմակերպել ցամաքային հարձակում գոնե այնպիսի տպավորություն կա, որ փորձի առնչությամբ ներգրավել քրդերին, հիմա էլ շատ հնարավոր նաև Ադրբեջանին։ Բայց քրդերը կարծես թե չեն ուզում ներգրավացնել, թե այս փուլում չեն ուզում։ Դե չեմ կարծում, որ ինչ որ մեկը ուզում է, կարծում եմ ընդհակառակը ոչ մեկն էլ չի ուզում։ Շատ բոլորն էլ հասկանում են դրա հետևանքները։ Մի բան է օթային հարվածը, մի բան է ցամաքային գործողություն։ Այստեղ եւ զոհերի թիվը այլ է, եւ հարվածները այլ է, եւ այլն եւ այլն։ Բայց ոնց ասում են, կնայենք կտեսնենք, դժվար է ասել, թե մինչեւ երբ կարան իրենք դիմանալ այդ ճնշումներին, եւ դժվար է ասել ինչքանով են իրենք ցանկանում ներգրավել, շատ հնարավոր ինչ որ պահ իրենք ցանկություն հայտնել ներգրավել ցամաքային գործողությունների մեջ, որտեղ խորքային կախվածություն են թե Միացյալ Նահանգներից, թե Իսրայելից, թե իրենց ռազմամթերքի ներկրման առումով, թե նման այլ ֆինանսական կախվածությամբ եւ այլն։ Իսկ Ադրբեջանը ինչ է կարծում ունի նպատակ իսկապես այս գործընթացների մեջ ներգրավելու թե ոչ, եւ նաեւ զորքերի տեղաշարժի մասին լուրեր կան, ինչ որ տեսագրություններ են պատտվում տարբեր ալիքներով։ Գիտեք, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված հարավային Ադրբեջանի խնդիրը եւ այլն, որը դիտարկվում է որպես իր մասը։ Կան Ադրբեջանում նմանատիպ շարժումներ,
ըստ որոնց իրենք պետք է սեպարատ ինչ որ շարժումներ ստեղծեն նաև Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեսզի միավորվեն այսպես կոչված ադրբեջանցիները կամ երկու ադրբեջանները։ Իրականության մեջ սա շատ բարդ խնդիր է, մանավանդ Իրանի այդ շրջանի բնակիչները բոլորը չէ որ իրենց թուրք են համարում, չնայած իրենց հիմնական իրանցի են համարում թրքախոս։ Բայց միևնույն է, այս խնդիրը կա, այս տենդենսը կա եւ ու բացառել, որ Ադրբեջանը այդ գայթակղությանը կդիմանա ու չի գնա այդ քայլերին, այս պահին գոնե դժվար է ասել։ Իսկ այդ զորքերի տեղաշարժի բանի մասով ինչ կասեք։ Դե սա հավանաբար սահմանային իրավիճակը վերահսկելու փորձ է, ես դժվարում եմ ասել որն է նպատակը, բայց Ադրբեջանը չունի էլի ռազմական հնազորություն, որպեսզի ցամաքային գործողություն անել այնատավալ սկսի Իրանի Իսլամական Հանրապետության։ Բայց ամեն դեպքում այդ չեզոքությունն էլ չի կարող պահպանել, հաշվի առնելով, ինչպես դուք եք ասում, Արցախում այն հետախուզական գործընթացները, որ տեղի են ունենում, այն օբյեկտները, որ ստեղծվել են։ Հա, եւ դա վաղուց էր, նոր չի։ Իրենց կախվածությունը Իսրայելից բավականին մեծ է, վերջին տարիներին 44 օրյա պատերազմից հետո ել ավելի են մեծացել։ Իսրայելը ակտիվ կերպով օգնում է ոչ միայն զինվելու եւ զինամթերքի առումով, այլ արդեն նաեւ հետախուզական առումով իրենք գաղտնիք չէ որ միշտ էլ օգտագործել են Ադրբեջանի տարածք հատկապես հիմա իրենց հետախուզական նպատակներով եւ հիշում եք մի քանի տարի առաջ իրենց նախագահի սպանությունը հենց տեղի ունեցավ Իրано-ադրբեջանական սահմանից ոչ շատ հեռու, այսինքն որ այդ ինքնաթիռը ուղղաթիռը ոչնչացվեց, սկզբից ասում են որ դա կարծես շղթայական, սա ասում են պատահական է, հիմա վերջին շրջանում բավականին հաջող արդեն խոսում են հենց սպանության մասին, որ դա հատուկ էր կազմակերպված եղել։ Այսինքն տարբեր սցենարներ հնարավոր են այս բանը, որտեղ գնում են ռազմական գործողություններ եւ կանխատեսել թե ինչ է կատարվում, հենց ռազմական առումով դժվար է։ Հիմա Հայաստանի հետ կապված ինչ վտանգներ կան։ Դուք ինչ խնդիր եք տեսնում։ Մի կողմից իշխանությունը ցույց է տալիս, որ անհոգ է, առանձնապես այդպես խնդիրներ չկա, բայց մենք տեսնում ենք, որ Արարատ Միրզոյանն է բավականին շատ հեռախոսազրույցներ ունենում։ Երեք նա խոսել է Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարի հետ, դրանից առաջ Ադրբեջանի արտգործնախարարի հետ էր խոսել, այսինքն վտանգներ կան այնուամենայնիվ, անհանգստություններ կան, որքան էլ որ գործողական վարչախմբի այդ անհոգությունը ցուցադրական, որ իրանք չգիտեմ ինչ որ բաներ են ուտում ու ամեն օր իրենց ուտելիքը ներկայացնում են, սա խոսում է ոչ թե որ իրանք անհոգ են, այլ խոսում է որ այս մարդկան դիլետանտիզմի մասին, այսինքն չնայած նրանք 8 տարի իշխանության, տենց է երկիր կառավարել չսովորեցին, չեն հասկանում այն վտանգները որ կա եւ չեն հասկանում թե ինչպես կարելի է այդ վտանգների դեմ առնել կամ ինչպես կարելի է բնակչությանը մոբիլիզացնել եւ այլն այդ ամեն ուղիղ վտանգ Հայաստանի նկատմամբ իմ կարծիքով այս պահին գոնե չկա, նո առավելևս Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Հիմնական վտանգը գալիս է Ադրբեջանից, որը հատկապես հիմա ռազմական տեղաշարժանում իր զորքի տեղաշարժանում, ապա այդ վտանգը իսկապես կա։ Հիմա տեղաշարժանում է զորքի։ Դե ըստ իրենց տվյալների ես որ նայում եմ այսօր տելեգրամյան ալիքներով, ամբողջ ալիքները հենց այդ նկարներն են, որ ոնց են իրենք զորքեր շարժում դեպի հարավ Ադրբեջանը-իրանական սահմանը։ Այսինքն այդ վտանգը Ադրբեջանի կողմից միշտ էլ կա։ Գաղտնիք չէ որ Ադրբեջանը այս պահին էլ ահռելի մեծ տարածքներ է գրավել Հայաստանից եւ հիշենք բառացիորեն 2-3 օր առաջ Արման Թաթյանի հարցազրույցը մամուլի ասուլիսը, որտեղ ինքը փաստացի ներկայացրեց, որ այս ամիսներին որ առաջ են եկել։ Որ այս ամիսների ընթացքում Ադրբեջանը բավական առաջաբերել իր դիրքերը, նոր դիրքեր են կառուցել, բետոնապատել են, ճանապարհներ են կառուցել եւ այլն եւ այլն։ Սա փաստացի ապացուցված է ու գործող ռեժիմի նույնիսկ պարագլուխները այն չկարողացան հերքելու կամ Պապիկյանն ասած սուտ է։ Ազգային ժողովի ամբիոնից միայն դա ասաց։ Դե թող ապացույցներ ներկայացնեն որ դա սուտ է։ Նույն քարտեզները իրենք էլ ներկայացնեն նույն արբանյակային նկարները, ինչը իրենց կողմից չի արվել, ինչը նշանակում է որ սուտ խոսում են իրենք, իսկ եկեք չմոռանանք էլի, այս մարդիկ քրոնիկ ստախոսներ են, սա արդեն ոնց ասում են երկրորդ ապացուցելու կարիք չունեն։ Հետևաբար այս իրավիճակում իհարկե բավական լրջագույն վտանգներ կա նաև Հայաստանի համար եւ ոչ թե պետք է տարբեր մթերք ուտել եւ դա ցուցադրել իրենց ալիքներով, այլ պետք է զբաղվել հենց այդ անվտանգության խնդիրներով։ Իսկ տնտեսական ինչ խնդիրների առջև կարող են կանգնել եւ նաեւ նավթի գների բարձրացման հետ կապված։ Նայեք, հիմնական տնտեսական խնդիրը կապված է Հայաստան-Իրան համագործակցության հետ։
Գաղտնիք չէ, որ մենք Իրանից գազ ենք ներկրում, գազ էլեկտրաէներգիայի դիմաց մեծ ծրագիր ենք իրականացնում։ Շատ հնարավոր է ծրագիրը կանգ առնի չրպայի, որտեղ Իրանը ինքը կարիք ունենա այդ գազի։ Սա նաև կբերի նա, որ Երևանի ջերմակայանը նույնպես կանգ կառնի։ Դա ուղղակիորեն չի ազդի Հայաստանին, քանի որ Հայաստանը ինքնաբավ է էլեկտրաէներգիա արտադրության առումով, բայց դա այս գործընթացի կբերի նա, որ կդադարի Հայաստան-Իրան համագործակցությունը գազ էլեկտրաէներգիա ծրագրով, կդադարի նաև Հայաստանից դեպի Իրան երրորդ բարձրավոլտի կառուցում, որը առանձրել շատ դանդաղ է կառուցում։ Հիմա համոզված եմ ընդհանրապես կանգ առնի դրա կառուցումը, այսինքն մի շարք ծրագրեր, որոնք արվում են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կդադարեն գործել, ինչը շատ վատ է Հայաստանի համար նույնպես։ Իսկ նավթի գների բարձրացումը Դե նայեք, հիմա տեղ ունենում մի գործընթաց, որի մասին հենց մասնագետները խոսում են, որ պատերազմը հանգեցնելու է նավթի գների բարձրացմանը։ Բավականին սկզբում կար են կարծիքը, որ Պարսից ծոցի մյուս երկրները այդ իրանական նավթի պակասը շատ արագ կերպով, ասենք ասեմ, կլրացնեն եւ դա չի բերի նավթի գների էական բարձրացում, բայց Իրանը գործեց այլ կերպ, հատկապես ինչպես նշեցի Խամենեի սպանությունից հետո, երբ որ հենց այդ երկրների սկզբից ամերիկյան ռազմաբազաները հայտնվեցին հարվածի տակ եւ հետո սկսեցին հարվածի տակ հայտնվել նաեւ նավթավերամշակման եւ գազավերամշակման գործարանները, ապա նաեւ փակվեց Հորմուզի նեղուցը, որտեղ անցում է համաշխարհային նավթի մոտապես 20%-ը, իսկ հեղուկացված գազի մոտավորապես 30%-ը, այսինքն լրացնել այդ պակասը բավականին բարդ է։ Ու սա շատ ուժեղ հարված է եվրասիական բոլոր պետություններին, առաջին հերթին Եվրամիությանը, Հնդկաստանին, Չինաստանին, այսինքն այն երկրներին, որոնք խոշոր չափով նավթ եւ գազ են ներմուծում, եւ սա արդեն բերել է, այսօր առավոտյան ես նայում եմ, նավթի գները մոտապես Լոնդոնի բիրժայում $92 էր, երբ մի շաբաթ առաջ 60 էր, 65։ Հիմա դարձել է 92, Նյու Յորքի բիրժայում մոտապես $90 է եւ եթե այս ռազմական գործողությունները եւս մի քանի շաբաթ շարունակվեն, ապա բացառված չէ այն $100 կհասնի եւ ավելի։ Հիմնական շահողը նավթ արտահանող ոչ ծոցի երկրներն են։ Դա առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունն է, որի նավթը, ինչպես գիտեք, գտնվում է սանկցիաների տակ, եւ նույնիսկ Եվրամիությունը օրենք ընդունեց բառացիորեն մի ամիս առաջ, որպեսզի Ռուսաստանից նաեւ հեղուկացված գազ չներկրեն։ Հիմա Ռուսաստանը ստե շահում է, որտեղ ինքը իր ամբողջ գազը եւ նավթը ուղղում է դեպի ասիական երկրներ՝ Չինաստան, Հնդկաստան, Հնդկաչինի երկրներ եւ այլն, այսինքն եւ բավականին բարձր գներով։ Զարգացում, դու կարծում եք երկարատև կլինի պատերազմը ամեն դեպքում եւ այդ միտումը կա երկար պատերազմ անելու։ Դե եթե հետևենք Թրամփի հայտարարություններով կա։ Թրամփի վարչակազմի հայտարարությունին, այո, միտում կա, որ պատերազմը դեռ կերկարի։ Որտեղ եթե սկզբից խոսում են 2-3 շաբաթի մասին, ապա 4 շաբաթի մասին, վերջին հայտարարությունը սեպտեմբեր միջև 100 օրվա մասին նույնիսկ խոսում են, որ կարող է այն եւս 100 օր շարունակվի։ Սա այս միտումները ցույց է տալիս, որ նավթի գները շատ բարձր են լինելու։ Բայց որքան կարող է Իրանը դիմակայել, կարծում եք դուք։ Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Արդյոք չի լինի այն իշխանապողությունը, որը ուզում է Թրամփը։ Ես չեմ հավատում, որ իշխանապողություն։ Դե նախ առաջին փուլով կարծես թե իշխանապողությունն է դրված։ Ես չեմ կարծում, որ առաջին, երկրորդ կամ երրորդ փուլով էլ իշխանապողություն կլինի։ Ինչ վերաբերում է ռազմական պոտենցիալին, սա ավելի շուտ ռազմական երևի գծո մասնագետը կպատասխանի, բայց գոնե ինչ որ տեսնում ենք, գոնե այն պատրաստությունը, որ իրանք ունեցել են այս տարիների ընթացքում, հուշում է, որ իրանք դեռ երկար կարողանան դիմադրել, առավելևս ես չեմ բացառում, որ Չինաստանը եւ Ռուսաստանը, ասենք ասենք, ոչ բացահայտ գաղտնի օգնությունը Իրանին, չայց հիմա էլ արդեն խոսում է, որ Ռուսաստանը հատկապես տիեզերական հետախուզությամբ տվյալներ է փոխանցում Իրանի Իսլամական Հանրապետությանը, որովհետեւ բացատրում են ճշգրիտ հարվածներ, որոնք որոշ դեպքերում անում են ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Խոսենք նաև Հայաստանում սպասվող ընտրություններից, քանի որ քաղաքական դաշտը եռում է, ընդդիմադիր դաշտը տեսնում ենք, որ վերադասավորվում է, միավորվում է, հայաքվեն եւս
միասնության թևերի հետ միավորվեց, Փաշինյանը շատ ակտիվ քարոզարշավ անում, ներկուսակցական քարոզարշավ է, բայց հասկանալի է, որ ընտրությունների այսպես նախաշեմին արվող քայլերին էս ամեն ինչը եւ հարցումներ են շատ իրականացվում, վերջին հարցումով ԿՊ-ն 24-րդ տեղում էր, այսինքն շարունակում է առաջատար լինել եւ ըստ այդ հարցումների չկողմնորոշված մարդկանց տոկոսը 30%-ն է եւ չմասնակցողները 8% են կազմում։ Առհասարակ արդյոք իրական պատկեր ներկայացնում է այս սոցհարցումները։ Ցանկացած սոցհարցում, որ իրականացում են հեռախոսային սկզբունքով, ինքը ունենում է բավականին լուրջ շեղումներ, որտեղ դժվար է էլի մարդկանց, հատկապես Հայաստանում, երբ որ քեզ անծանոթ մարդ են զանգում ու երբ որ նույնիսկ դու համաձայնում ես պատասխանել հարցերին, ապա կպատասխանես այդ հարցերին ճշգրտորեն, օրինակ ում կքվեարկեք հաջորդ շաբաթ։ Սա կա մի քանի ֆակտոր, որը միշտ ազդում է սոցհարցումների վրա։ Ֆակտորը առաջինն է, որ կա վախի մթնոլորտ, եւ մարդիկ ցանկանում են նենց պատասխան տալ կամ չեզոք պատասխան տալ կամ չասել ճշմարտություն, որպեսզի իրենք չհայտնվեն ինչ որ հարվածի տակ իրեն կամ իրենց բարեկամը, որտեղ բազմաթիվ անգամ ենք տեսել, ոնց ասենք թե մի հատ դրված լայքի համար մարդուն կարող է աշխատանքից հեռացեն կամ իր հարազատի նկատմամբ որոշակի սպառնալիքներն են։ Սա մի ֆակտորն է, որը միշտ աշխատում է, կա նաև երկրորդ ֆակտորը, որ այդ սոցհարցումները շատ դեպքերում արվում են ոչ ընտրական համակարգով, ամենայն ընտրական համակարգը որ կա, ասենք թե կանանց թիվ, տղամարդկանց թիվը, իրենց բաշխվածությունը Հայաստանի ամբողջ տարածքով մեկ գյուղերում քաղաքներում եւ այլն, շատ դեպքերում այդտեղ խախտումներ են իրականացվում։ Բայց դա ազդում է արդյունքների վրա, ինչ առումով։ Միանշանակ դա ազդում է, որովհետեւ եթե դու ասենք թե մոտապես պատկերացնենք պատկերը, Հայաստանի բնակչության 70%-ը քաղաքներում ապրում, 30-ը գյուղաբնակ է։ Եթե դու ես խախտում ես, այսինքն քո մոտ 60%-ն են հարցնում քաղաքաբնակներին, 40% գյուղաբնակն են, դու լրիվ կարող ես ստանալ սխալ պատկեր։ Այն դեպքում, որ գյուղաբնակները 30% են։ Եվ այլն, այսինքն նմանատիպ ցանկացած խախտում բերում են, ասենք թե կամ էլ չգիտեմ, Վայոց ձորի մարզում ապրում է Հայաստանի բնակչության 5%-ը, իսկ օրինակ Լոռու մարզում ավելի շատ 10%-ը։ Հետաբար նշանակում է, որ Լոռու մարզի բնակիչների մոտ դու ավելի մեծ հարցում պիտի անես կրկնակի, քան թե Վայոց ձորի։ Ու եթե այստեղ էլ խախտում կա, այսինքն ավելի շատ Վայոց ձորի մարզի բնակիչներից հարցում արել, սա նույնպես ամբողջ համակարգը խախտում է։ Այսինքն սա մեթոդական նաև խախտումների խնդիր կա, որը ազդում է այս ամենի վրա։ Այսինքն ամբողջ պատկերը չեն կարող Երբեք հեռախոսային հարցումներով ամբողջական պատկեր ստանալ հնարավոր չէ։ Հիմնական գործոնը, որը բավականին մոտավորապես ցույց է տալիս, դա սոցիոլոգների կողմից այսպես կոչված օֆլայն հարցումներն է, տնից տուն գնալը, որը հիմա բավականին դժվար է արվում, հաշվի առնելով տարիներ առաջ շատ այո, հաշվի առնելով նաև մարդկանց մենտալիտետի փոփոխությունը, շատերը տուն չեն թողում, մի բան, որը ասենք թե անցյալ դարի 90-ական թվականներին չկար։ Երբ որ մարդկանց հնարավոր չէ, ասենք թե ինչ որ դուր թակես, ասես մենք սոցհարցում ենք անում եւ դուրը ձեզ չբացեն։ Հիմա 90%-ը չի բացի դուրը։ Առավելից չկարաժարվի սոցհարցման արդյունքներին հարցերին պատասխանել։ Համար այսօր Հայաստանում սոցհարցումների միջոցով իմանալ ընդհանուր պատկերը բավականին դժվար է։ Բայց ամեն դեպքում ԿՊ-ն առաջատար է բոլոր դեպքում, գուցե 24%-ը չափազանցեցված է, բայց առաջատար է։ Հիմա այս ամեն ինչը ինչպես պետք է հակադարձեն դիմությունը, ինչպես պետք է գործի առասարակ։ Խնդիրը հետեւյալում է։ Գաղտնիք չէ, Հայակվեն միացել է միասնության թևերին եւ այս միացման գաղափարը նա է, որպեսզի մենք հնարավորինս կարողանանք այսպես կոչված չեզոք մարդկանց, որոնք դուրս են կամ չեն ցանկանում մաս կազմել այս նախկին ներկա այս գործող ռեժիմի կողմից ձևավորված պայքարից ուզում են դուրս գան, որպեսզի բերենք նաև դեպի մեզ։ Կա ահռելի թվով մարդիկ, որոնք իսկապես ցանկանում են տեսնել նոր դեմքեր, նոր մշակույթ, նոր քաղաքական գործիչներ ասպարեզում եւ որտեվ հոգնել են, այլ անդադ նույն դեմքերին տեսնելով, նույն Փաշինյանի դեմքը արդեն շատ-շատերին հոգնեցրել են, նոր փոփոխություններ են ցանկանում տեսնել։ Այսինքն այս համոզված են, որ այս փոփոխությունների պահանջը կա, եւ համոզված են, որ մեր հենց այս միավորումը կարող է այդ փոփոխությունների, ասենց ասեմ, առաջարկը անի եւ որը կբերի նա, որ շատ մարդիկ կմիավորվեն, կմիանան նաեւ մեր միավորմանը։ Հիմա այսինքն ընդդիմադիր դաշտում այդ քննարկումներն դուք եւս քննարկում եք, որ ավելի մեծանաք, ընդլայնվեն, այսինքն այլ քաղաքական ուժերի միավորվեք։ Այն միավորումը, որ հիմա գնում է
միասնության թևերի հետ միասին, սա կբերի նա, որ եւս շատ քաղաքական ուժեր կմիանան, ոչ միայն քաղաքական ուժեր, տարբեր հասարակական կազմակերպություններ, առաջատար հայտնի մարդիկ, ես համոզված եմ կգան եւ կմիանան այս ամենին, որտեղ իսկապես Հայաստանը կարիք ունի փոփոխությունների, որտեղ փոփոխությունը ոչ միայն պետք է լինի, ասենց ասեմ, վարչական քաղաքական, այլ փոփոխություն պետք է լինի մշակութային, նոր քաղաքական մշակույթ է բերել, պետք է հասկանալ, որ Հայաստանը այլևս այսպես կառավարել հնարավոր չէ, եւ հենց այս միավորումը մեր, որ մենք անում ենք միասնության թևերի հետ միասին, որը առաջին համարը Արման Թաթոյանը, հենց այդ նպատակն է հետապնդում աջակցել, որպեսզի այն բնակչության այն մասը, որ իսկապես ցանկություն ունի երկրում վերջապես փոփոխություններ տենա, կարողանա աջակցել, այսինքն կարողանա տենա, ասենց ասեմ, նոր առաջարկ քաղաքական դաշտում։ Հիմա չկողմնորոշված մարդկանց վրա եւ պետք է աշխատեք եւ այն մարդկանց, ովքեր չեն ուզում մասնակցել ընտրություններին։ Հիմա գոնե ես տենց եմ տեսնում։ Խմբին բերել ընտրության։ Գոնե ես տենց եմ տեսնում մեր նպատակը, չէ, դժվար չէ, որտեղ ես համոզված եմ, որ իրենք այդ ցանկությունը կա, այդ պահանջը կա։ Նոր քաղաքական միավորում տեսնելու, այդ պահանջը կա նոր քաղաքական դեմքեր տեսնելու, նոր քաղաքական մշակույթ տեսնելու, որ մարդիկ պատրաստ են այդ համագործակցել, որտեղ Հայաստանում կա այն տենդենսը կամ այն կարծիքը, որ հայ մարդը չի կարող մեկը մյուսի հետ միավորվի, չեն կարող առաջին դեմքերը չեն կարող իրար հետ աշխատել։ Այդ կարծրատիպերը մենք ցանկանում ենք կոտրել, ստեղծել նոր մշակույթ եւ ասել իսկապես անկախ մարդիկ իրենց ամբիցիաները կարող են դնել մի կողմ եւ միասնաբար աշխատել, որտեղ սեղանին դրած է, ասենց ասենք, մեր հայրենիքի ապագան լինել չլինելու խնդիրը, որտեղ եթե Ասվաշյանի վերարտադրվեն սրանք, ապա մենք կանգնենք ուղղակի սարսափելի իրավիճակի համար, այսինքն այն ինչ որ տեղ ունեցավ Արցախում 2023-ին էլ ավելի վատ տարբերակով, եթե սրանք վերարտադրվեն, շատ հնարավոր է տեղ ունենա նաև Հայաստանի Հանրապետությունում։ Դուք նոր դեմքերի մասին խոսեցիք, բայց ծրագրային ինչ հարցեր պետք է ներկայացվի եւ երբ է ներկայացվելու։ Դե Հիմնականում անվտանգային է, որ ժողովրդին շատ հետաքրքրում է, սոցիալականն էլ նաև, բայց ամեն դեպքում նաև այն հարցերը, որոնք շատ են քննարկում, նույն Ադրբեջանի հետ հարաբերություններ, թրիփ, խաղաղության պայմանագիր եւ այլն եւ այլն։ Ծրագրային մենք հարցերը արդեն ներկայացնում ենք, կամաց, դեռ ամբողջ թափով չէ, բայց տարբեր ելույթներում այդ ծրագրային խնդիրները ներկայացնում։ Դեռ սոցիալականն եք ներկայացրել։ Դե ոչ միայն սոցիալական թեմաները շատ կարևոր են, որտեղ նաև եթե դուք այդ սոցհարցումները նայել եք, թե ինչ խնդիրներ են ձեզ անհանգստացնում, ապա ամենտեղ կա այդ սոցիալական խնդիրները։ Հայաստանում շատ ցածր աշխատավարձներ են, շատ ցածր թոշակներ են, հատկապես վերջին շրջանում, վերջին տարիներին ահռելի արագությամբ գներն են աճում, այսինքն այս գնաճի պայմաններում։ Հետաբար սոցիալական խնդիրները կարևոր են։ Հաջորդ խնդիրների փունջը, ասենց ասեմ, սա անվտանգային խնդիրներն ու հատկապես հիմա այն ինչ որ կատարում է Իրանի շուրջ, ու այս մարդկանց անհոգությունը, ասենք ցուցադրական, ցույց է տալիս, որ այս մարդիկ ի վիճակի չեն գնահատելու վտանգի աստիճանը եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու, ինչը հիշենք 2020 թվականին հանգեցրեց 44 օրյա պատերազմին։ Բայց անհոգ է այս ժողովուրդը, այս իշխանությունը։ Դե իրենց այդ, չգիտեմ, ինչ որ պերաշկի եւ այլ ուտերը գործընթացները, այդ անհոգության, այդ անհոգության ցուցադրում է։ Հիշենք 2020 թվականի պատերազմից առաջ էլ են սրանք ասում, որ ցանկացած նրանք, ովքեր ասում են, որ պատերազմի նախաշեմին են գտնում, դա խոճապային տրամադրություններ տարածողն են, հիշում եք։ Եվ տարբեր Եվ ասում են Թուրքիան չի միջամտի։ Եվ եւ պնդումել են, որ բացառում է, որ Թուրքիան է միջամտի, բայց մենք տեսանք հակառակը։ Ու տենց շարունակաբար, հիշենք 2021-ին էլ ասում են, որ ենք դեօկուպացնելու են Արցախը, բայց 2023-ին, չէ, մի տարի հետո ստորագրեցին հայտնի Պրահյան այդ խայտառակ փաստաթուղթը, որով Արցախը ճանաչեցին, Ադրբեջանի մաս մի տարի հետո էլ Արցախ ամբողջությամբ հանձնեցին։ Այսինքն, եւ որ այս մարդիկ ասում են ամեն ինչ լավ է, ամեն ինչ օքեյ է, մենք խաղաղությանը հասել ենք եւ այլն, հիշեք, սրան հետևում է նոր ռազմական գործողություններ, նոր ռազմական ագրեսիա Հայաստանի նկատմամբ։ Հետեւաբար իրավիճակի փրկելու միակ տարբերակ այսօրվա քաղաքական ռեժիմից ազատվելն է։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ ինչպես դուք նշեցիք, չեզոք են եւ անտարբեր, մենք ունենք այդ մարդկանց առաջարկ, որ եկեք միացեք, միավորվեք մեր հետ, մեր քաղաքական միավորումը հանձինս եւ Արման Թաթոյանի եւ Ավետիք Չալաբյանի եւ մյուսներին, ովքեր միավորում են այս համակարգի մեջ, որտեղ նաեւ առաջին համար հենց մեր ընդհանուր վարչապետ Տեխնացուն Արման Թաթոյանը, սա բերելու է նա, որ մենք նոր այլընտրանքային առաջարկ ենք դնում, ասեմ, քաղաքական դաշտում։
Եվ շատ կարևոր է, որպեսզի եւս տարբեր ուժեր, տարբեր միավորումներ գան եւ աջակցեն այս մեր միավորմանը։ Իդեպ այսօր Փաշինյանը կրկին քարոզարշավի է եւ աշտարակ է գնացել եւ իր աջակիցների հետ հանդիպելիս նա փակցնում են քարտեզը Հայաստանի նրանց կրծքազարդ, այսպես ասած, փակցնում են եւ փաստում չկա Արցվաշենը, որովհետեւ ամիսներ առաջ մենք տեսնում ենք Արցվաշենի պես պահած եւ Հայաստանի քարտեզը պահած, անընդհատ խոսում էր ազգային ժողով էր այդպես գալիս, հետո Արցվաշենը կորում էր, միշտ գտնում էր բարձր պահեր, հիմա չկա, այսինքն սա հետքայլեր թե ինչ է։ Ես ել եմ կրկնում, այս մարդիկ երբեք ճիշտ չեն խոսում, մենք ստախոսության ասեմ արքաներն են, սուտ խոսելու, խաբելու, մանիպուլացնելու համար մարդկանց իրեն կարող են գնալ ամեն ինչի, որովհետև իրենց նպատակն է վերարտադրվել ամեն գնով։ Իսկ վերարտադրության պատճառն է, որ իրենք այնքան պետական հանցագործներ են գործել, որ հասկանում են, եթե չվերարտադրվեն, ապա իրենք պատասխան են տալու իրենց իսկ կատարած հանցանքների համար։ Հիմա խնդիրը դրանում է, ես համոզված եմ, որ եթե Ասվեստչյանի սանք վերարտադրվեն, ապա Ադրբեջանը ել ավելի մեծ պահանջներ է դնելու տարածքային եւ այլն եւ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի առաջ։ Դա ոչ միայն Տավուշի այսպես կոչված անկլավների հանձնում է, Տիգրանաշենի հանձնում է, Թրիփի հանձնում է եւ այլն, շատ խնդիրներ են դրվելու եւ Հայաստանը հայտնվել է ել ավելի վատ վիճակում։ Դրա համար միակ լուծումը է մարդկանց իշխանությունից հեռացնել։ Հիմա իրենք ավելի աշխուժ եւ ակտիվ չեն գործում, քան ընդդիմությունը, միջև որ որոշում են, պայմանավորում են կուլիսներով, նա արդեն քարոզարշավի է դուրս եկել եւ շատերը ագրեսիվ են համարում այդ քարոզարշավի մասը վուլգար, այնուամենայնիվ իրենք իրենց նպատակն է, որ իրենց անընդհատ իրենց մասին խոսեն, նույնիսկ այդ երբ իրենք ընդմիջում են անում եւ հաց են ուտում, բեռաշկ են ուտում, այսօր սուջուխ կերան եւ հատուկ դա նկարվում է, ցուցադրվում է, այսինքն քննարկման համար նաեւ օրակարգ են ստեղծում։ Գուցե անընդունելի եւ ոմանց համար հաճելի չէ, բայց իրենք այդ օրակարգը ձևավորում են։ Հա, ցավոք սրտի պետք է ընդունենք փաստը, որ իրանք իրենց էժանագին այդ շոուներով կարողանում են օրակարգ թելադրել, որտեղ նույնիսկ շատ ընդդիմադիրներ դա տարածում են ու սկսում են դա քննադատել, չհասկանալով, որ այսպեսով նաեւ օգուտ է սրվա վարչախմբին աշխատում, որտեղ իրենց համար շատ կարեւոր է լինել օրակարգ թելադրող։ Այն դեպքում, երբ որ ընդդիմությունը ճիշտ է։ Եթե անգամ բացասական քննադատվում է իրենց համար կարևոր չէ, իրենց համար կարևոր է, որ իրենք լինեն օրակարգում։ Դրական կասեն, բացասական կասեն, ամեն մեկ ունի իր աուդիտորիան, որը տարբեր ընտրազանգվածի վրա է աշխատում։ Իրանք հասկանում են, ասենք թե այն ընտրազանգվածը, որ ընդդիմությանն է պաշտպանելու, սրանք իրենց երբեք չեն քվեարկի։ Հետևաբար, բայց կարևոր է, որ նույնիսկ իրենց տեսադաշտում իրենք անընդհատ լինեն։ Սա PR-ի տարբեր շատ պարզ պրիմիտիվ մեթոդաբանություն, բայց որը աշխատում է։ Հա, ես համաձայն եմ, որ ընդդիմությունը այս առումով շատ ավելի ակտիվ պետք է լինի եւ նաեւ սկսի իր քաղաքական ծրագիրը ներկայացնելով տարբեր հատվածներում, հատկապես անվտանգային եւ խաղաղության մեր օրակարգը, որտեղ սա շատ կարեւոր է, որտեղ կա այն կարծիքը, որ խաղաղության օրակարգ միայն իրանք են ներկայացնում։ Եվ չի ներկայացնում խաղաղության օրակարգը։ Ինչը իրականում բացարձակ սուտ է, այսինքն իրանք չունեն խաղաղության օրակարգ, իրանք ունեն Հայաստանը մաս-մաս թուրքերին հանձնելու օրակարգ։ Այդ խաղաղության օրակարգը, որ գոնե հայակվեի դեպքում մենք կարող ենք ասել, որ մենք մշակում եւ կներկայացնենք շուտով։ Հիմա շատ հարցեր, քանի որ միավորվել են եւ գործում ենք միասնության թևերի հետ միասին, շատ հարցեր նաեւ փորձում ենք համախմբել, փորձում ենք միասնական ծրագրեր կազմել եւ ըստ այդ միասնական ծրագրերի արդեն հանդես գալ ընտրողների առաջ, որպեսզի նրանք տեսնեն, որ կարելի է քաղաքական ուժերը կարող են միավորվել, այդ միավորումը կարող է կինետիկ ուժ ունենալ եւ տարածվել ամբողջ Հայաստանում մեկ եւ հատկապես այսպես կոչված, ինչպես դուք նշեցիք, չեզոք կամ անտարբեր ընտրազանգվածին բերելու համար դեպի քաղաքական դաշտ, որտեղ իրանք պետք է հասկանան, որ որոշվել է իրենց եւ իրենց երեխաների ճակատագիրը։ Իսկ երբ իշխանությունը խոսում է, որ Գյումրի 2 չեն թույլ տալու, սա ինչի մասին է խոսում։ Դա իրենց վախերի մասին է խոսում, որտեղ Գյումրիում իրենք պարտվեցին, չնայած վստահ են, որ իրենք կհաղթեն։ Հիշում եք, չէ՞, իրենց որոշ մարդիկ հարբած ընտրությունից հետո ման էին գալի, որտեղ վստահ են, որ իրենք հաղթել են արդեն։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ այն մարդիկ, ում իրենց հաշվառել էին եւ բերել էին ընտրատեղամաս, նույնիսկ այդ մարդիկ մտնելով արկղի հետևը թվարկել էին ոչ օգուտ ԿՊ-ի։ Իսկ այս երևույթը կա, որ Բայց վաղաշաբաթի օրինակն ենք էլ բերում։ Ասում են կռաստվեք վաղաշաբաթ։ Նայեք, քանի որ եւ Գյումրիում եւ Վաղաշապատում հայակվեն դիտորդական առաքելություն է իրականացել,
Ապա գիտեք, վաղաշաբաթում իրենք գյուղական համայնքները բերեցին արհեստական կերպով կպցրեցին վաղաշաբաթ քաղաքին, որպեսզի կարողանան դրա հաշվին ձայներ տանել։ Եվ իրենք գյուղերում բավականին բարձր ձայներ էին հավաքի, այն դեպքում որ վաղաշաբաթում, այսինքն Էջմիածնում իրենք պարտվել էին ընտրությունները ընդհանուր առմամբ։ Բայց այստեղ նաև դեր խաղաց այն փաստ, ուզում եմ սա էլ հատուկ շեշտել, որ ընդդիմությունը չմիացավ։ Կարային ընդդիմադիր շատ ուժեր միանային եւ շատ լավ արդյունքներ գրանցեին եւ իրավիճակը փոխեն, այսինքն ընդդիմության ձայները, որ առանձին հաշվում ես, բավարար էին իրավիճակ փոխելու համար։ Այսինքն մաքուրով չեն հաղթել։ Սա եղել է ընդդիմության ռազմավարական սխալը, որ չեն միավորվել, օրինակ եմել Մայր Հայաստանը եւ Հայրենիք կուսակցությունները կարող են միավորվել եւ շատ լավ արդյունքներ գրանցեին։ Բայց իրենք չգնացին այդ քայլին եւ մենք տեսանք այն ինչ որ կա։ Դրա համար մեր համար շատ կարեւոր է հենց այդ միավորման գաղափարը այսօրվա ընտրություններում։ Եթե իսկապես ընդդիմությունը առանձին մանր սեգմենտներով մասնակցի, մենք կարող ենք ունենալ էջմիածին։ Եթե միավորվենք մի քանի հատ խոշոր բևեռներով մասնակցենք, մենք կարող ենք ունենալ, ինչպես իրենք են նշում, Գյումրու Դե ասում եմ, բայց թույլ չենք տալու։ Դե ոնց թույլ չենք։ Չգիտեմ, դա ինչ է նշանակում։ Չգիտեմ, ես էլ եմ դժվարանում ասել, սա տարբեր սցենարներ կան, որ կարող են իրենք փորձեն ինչ-որ պրովոկացիաներ անել։ Ես դժվարանում եմ, էլի ասենք, թե իրենք բավական հիվանդ երևակայություն ունեն, մտնեմ եւ ասեմ, թե իրենք ինչ կարող են անել։ Տարբեր սցենարներ կարող են անել։ Գիտեք, օրենք կա, որ եթե իրենք ռազմական իրավիճակ են հայտարարում, ապա ընտրության արդյունքները չեղարկվում են։ Եկեք չբացառենք նաև այդ տարբերակը, որ իրենք կարող են վերջին պահին դա անեն եւ որ հասկանան, որ պարտվում են ընտրություններում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայակվեր քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։